Բուրնուսուզյանն եմ, Թեհմինե Բուրնուսուզյանն եմ, դարձել եմ Ինեկո բանկի զեղծարարության զոհ, չեմ ուզում կրկնվեմ պատմությունը, բայց մոտավորապես այսպես է եղել, զանգարել են եւ ներկայացել են բանկի աշխատող եւ բոլոր բանկային կարգ ու կանոնը պահպանվել է, այսինքն այնտեղ միացել է զանգ, որ ձեր հեռախոսազանգը լսվում, այսինքն անհնար էր այստեղ տարբերակել եւ ներկայանում են բանկի աշխատակից եւ ասում, որ 600,000-ի հայտ է ներկայացվել, արդյոք դա ես եմ թե ոչ, ես ասել եմ ոչ, ես չեմ, խնդրում եմ չեղարկեք եւ այդ process-ը ինձ ասել են չեղարկում են, բայց վարկի հաստատում է գնացել, այստեղ ես միանշանակ ասում եմ, որ բանկի բաց թողումն է, որովհետև երբ որ գալիս է, երբ որ ինձ զեղծարարը ասում է, հենց հիմա ձեզ ուղարկում ենք այն հեռախոսի մոդելը, որից մուտք են գործել եւ այդ պահին ինձ ուղարկում են եւ հաջորդ վարքյանին ինձ ասում են, որ հիմա չեղարկման համար ուղարկում են կոդեր, որը ես իրենց պետք է տամ, բայց դա գալիս է անգլերեն լեզվով, իսկ ես ապրում եմ Հայաստանում եւ պետք է միայն ու միայն հայերեն լեզվով ինձ ծանուցվի, այսինքն այստեղ ստացվում է, որ ոչ պատշաճ ծանուցում է կատարվել, այսինքն ես եմ անգլերեն չգիտեմ ու իսկապես չգիտեմ, ես անցել եմ այլ լեզու եւ պարտավոր չեմ իմանալ անգլերեն, իսկ ինձ ծանուցումը գալիս է անգլերեն լեզվով, որ այս կոդերը չտակ, բայց այնտեղ չի գրված, այդ կոդը վարկի հաստատման կոդ է, թե վարկի չեղարկման կոդ է, իսկ եթե հայերեն լեզվով գար եւ ինձ զեղծարարի հետ զրույցի ժամանակ, երբ որ ինքը ինձ ասեց չեղարկում ենք ձեր վարկը, այդ կոդն է, եւ հայերեն լեզվով գրված լիներ, որ սա վարկի հաստատման կոդն է, ես հաստատ անմիջապես որտեղից չէ, բայց լեզուն հենց Ինեկո բանկն է ուղարկում, անգլերեն լեզվով, ոչինչ, անգլերեն լեզվով է ուղարկում Ինեկո բանկը, այո, հիմա էլ ես հիմա էլ կարող եմ բացել եւ Ինեկո բանկը բացի անգլերեն լեզվի ուղարկելուց ուղարկում է հղումներ, վերջերս է ուղարկել հղում, որով ես պիտի անցնեմ։ Ինեկո բանկը ձեզ հայերեն ծանուցում ուղարկում է ուշադրություն ձեր այլ հեռախոսի մոդելից մուտք են գործել ձեր մոբայլ, որը ինձ այդ պահին ինձ ասում է զեղծարար ուղարկում եմ ու եւ ուղարկում է։ Բայց հաջորդ քայլը, երբ որ ինքը արդեն սկսում է այն կոդերը գալ, որ պիտի հաստատի վարկը, այդ կոդերը այնտեղ լրիվ գալիս է անգլերեն լեզվով, ոչ թե անգլերեն հայերեն մտքով, չէ, թարգմանություն, լատիներեն հայերենով։ Եվ այս վերջերս էլ իրենք ինչքան էլ ասում են լինքերը մի անցեք, բայց այս վերջերս ինձ եկել է Ինեկո բանկից հղում, ես ոչ անցել եմ, ոչ գնացել եմ, ասում սա ինչ կայքով եք դուք ուղարկել, այսինքն ամեն անգամ տարբեր կայքերով ուղարկում եք, ես ինչ գրագիտություն պիտի ունենամ, քաղաքացին Հայաստանի ինչ կարգի գրագիտություն պիտի ունենա, որ տարբերի սա ձեր հղումն է, ի վերջո, թե զեղծարարի ուղարկած։ Այսինքն իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքացուն գցեն անելանելի եւ սողանցքներ են թողում, ինչպես ասեց պարոն Կարագոզյանը, բազմից անգամ է ասել, իրենք տարբեր սողանցքներ են թողնում, որ հետո կարողանան քաղաքացուն մեղադրել։ Միտում տեսնում եք բանկերի կողմից։ Ես գիտեք ինչպես, եթե մի գործողություն անընդհատ կատարվում է եւ դա կատարվում է 21 թվականից սկսած արդեն 25 թվականը եւ գնալով աճում է եւ ոչ մի գործողություն բանկը չի կատարում, իհարկե տեսնում եմ, այսինքն այստեղ պետք է, չգիտեմ, ոնց պետք է համոզեն քաղաքացուն, որ իրենք ամեն ինչ անում են, բայց միայն ասելով, որ մի տվեք այդ կոդերը, չէ որ դու կարող ես հայտնվել այդ պահին իրավիճակում, որ քեզ թվա թե իսկապես ինձ այդպես է թվացել, որ իրենք ինձ օգնում են, փրկում են, այսինքն այդ պահին 600,000-ի հայտը չեղարկում են, բայց այստեղ լավ հոգեբանական պահ է զեղծարարը օգտագործում, իսկ բանկը ոչինչ չի անում, 21 թվականից 25 թիվը իրանք ոչ մի բան բացի միայն խոսքով իրազեկելով քաղաքացուն, որ մի մտեք լինքերը մի անցեք հղումներով եւ այդ կոդերը մի տվեք, դա շատ քիչ է։ Երբ որ ես կոդը տվեցի, այդ դեպքում նույնիսկ զեղծարարը չէր կարողանա իմ հաշվին վարկ ձևակերպել, եթե բանկը պատշաճ ձևով կարողանար ինձ պաշտպանել։ Այսինքն պաշտպանելու տարբեր եղանակներ կան։ Սկսած հենց այն պահից, երբ որ պիտի բանկի աշխատակիցը զանգեր ինձ եւ ասեր ձեր անձնագիրը դրեք ձեր դեմքին եւ տեսնեմ դա դուք եք թե ոչ։ Այստեղից սկսած, այսինքն շատ պարզագույն միջոցներ են պետք անգլերեն լեզուն փոխել հայերեն, մինիմալ բան եմ ասում, չասեմ, որ իրենք ավելի լավ բաներ կարող են անել եւ նույնականացնելով անձին իր անձնագրի հետ հենց տեսազանգով, որը անում է շատ տարբեր բանկեր։ Այստեղ, այսինքն Հայաստանում կա 3 խոշոր բանկ, որը զբաղվում է այս հարցով։ Եվ եթե բանկերը ոչինչ չեն անում 5 տարի, կներեք, բա ինչի մասն է խոսքը։ Ուրեմն միտում կա եւ շահագրգռվածություն կա եւ ցանկություն կա քաղաքացուն դնել այսպիսի
բիզնեսի իրավիճակի մեջ։ Ձեր դեպքի ժամանակ բանկի հետ կապը եղել է, ինչ են Այսպես ասեմ, այո, իհարկե եղել է 1.5-ից 2 ժամ զեղծարարի հետ, այսինքն ինքը ինձ պահելագծի մեջ եւ ասելով, որ իհարկե ընթացքում անջատվել է, ես ցանկացել եմ բանկ զանգահարել, բայց իրանք անմիջապես ինձ հետ են զանգել, թույլ չեն տվել ես զանգահարեմ, դա իր իրանց աշխատելավոճն է։ Ուրեմն պատկերացրեք, երբ որ ես գլխի ընկա, որ արդեն ինձ email-ից SMS եկա, որ վարկը հաստատվել է, ես ասում եմ, բայց դուք չեղարկում եք, հիմա հաստատման կոդ է եկել, անմիջապես անջատում եմ հեռախոսը, իրանք այդ նույն հեռախոսահամարը եւս 2 անգամ հետ է զանգահարում, որ ես վերցնեմ, չեմ վերցնում, երրորդ անգամ անմիջապես հետո զանգահարում է էլի այլ հեռախոսից, որը պարզվեց հետո Ineco բանկի զանգ է եկել, այսինքն զեղծարարը ինձ ժամ ու կես պահել է հեռախոսագծի մեջ։ Այդ ընթացքում կատարվել վերցրել են, ուրեմն on-line քարտ են պատվիրել, քարտի վրա փողեր են փոխանցել, այդ գումարները այլ երկրներ, Ղազախստան եւ Ալմատա եւ Վարշավա է փոխանցվել, գումարները 5 միլիոն 300 հազար ծախսվել է, բանկը ոչինչից տեղյակ չի, երբ որ զեղծարարի հեռախոսազանգը ես անջատում եմ, դրանից հետո 2 անգամ եւս զեղծարարը զանգում է, երրորդ անգամ նոր պտիչկայի համար ինչ որ զանգ է գալիս ու ես չգիտեմ դա զեղծարարն է թե բանկն է, վախենում եմ այլևս հեռախոսազանգ չեմ վերցնում եւ անմիջապես գնում եմ բանկ եւ զանգահարում եմ ոստիկանություն, գնում եմ ոստիկանություն։ Այսինքն բանկը ոչ թե զեղծարարի գործարքը ավարտվելուց հետո ինձ պետքա զանգահարեր, այլ ընթացքում պետքա զանգահարեր։ Ոչ մի զանգ բանկի կողմից չի եղել եւ ոչ մի նույնականացում չեն անում իրանք։ Ոչինչ չեն անում իրանց գործողություններում այս 5 տարիների ոչինչ չի փոխվել։ Դրա համար բոլորս մեծ կասկածներ ունենք։ Հնարավոր է, որ կամ աշխատակիցներն են այստեղ իրենց թերի աշխատում, դե պաշտպանության մասին բացարձակ 0 պաշտպանություն է այստեղ բանկերի կողմից, այսքան։ Ներողություն է 5 միլիոն դրամ գումարը, որ ասացիք, ինքը միանվագ է, ես այդքան Տեսեք, ես երբ որ մոտեցա բանկ, այստեղ էլ մի հատ շատ հետաքրքիր բան կա, ուրեմն բանկը ինձ ասում է, երբ որ զեղծարարը 5 միլիոն 4 հայտ է ներկայացրել, թե ինձ ինչքան գումար կտան, իրենք ինձ առաջարկել են 5 միլիոն 200 Չէ, 5 միլիոն 300 հազար բանկը, բայց զեղծարարը վերցրել է 2 էտապով։ Մի հատ 5 միլիոն 200 հազար, մի հատ էլ ավել 144 հազար, 2 վարկ են ձևակերպել։ Այսինքն բանկային համակարգը կամ սա աչքակապություն է, բաց թողում է, չի ուզում դա նկատի, բայց չէ որ այդ նույն ժամանակահատվածում նույն իմ նման նույն օրերի ընթացքում մենակ ես որ գիտեմ 5-6 դեպք է եղել, այսինքն բանկը շատ լավ գիտի այդ մեխանիզմը, չէ՞, ի վերջո, թե դա ոնց է կատարվում։ Իսկ եթե ոչ մի գործողություն չի ձեռնարկում, ուրեմն շատ հանգիստ ես կարող եմ մտածել եւ բոլորս կարող ենք մտածել, որ բանկը ունի շահագրգռվածություն։ Իսկ դիմում ներկայացրել եք։ Ամեն ինչ արվել է, դիմում եմ ներկայացրել, բանը այդ պահին անմիջապես եւ բանկ եմ գնացել եւ զանգարել եմ ոստիկանություն եւ ոստիկանությունում ներկայացել եմ եւ այս պահին, այսպես ասեմ, քննչական կոմիտեն ճանաչել է որոշում է կայացրել, որ բանկն է տուժող համարվում, այսինքն բանկից են տարել այդ գումարները իր թերի պաշտպանվածության պատճառով, բայց բանկից զանգահարել են ինձ մի 2 ամիս առաջ, որ ինչու չեք վճարում, ես ասեմ, ես չեմ էլ վճարելու, որտեվ այդ վարկը ես չեմ վերցրել, ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ, դա զեղծարարության հետևանքով է առաջացել, բայց դրանից հետո իհարկե ես իմ բոլոր հաշիվները այնտեղ զրոյական եմ պահում, այլ ավելի հուսալի բանկից հուսով եմ, հուսալի բանկից եմ սկսել օգտվել, բայց այդ ընթացքում ինձ շատ պատահաբար գումար եմ փոխանցում չիմանալով, բանկը իմանալով, որ քրեական գործ է հարուցված, որոշումը տարել են բանկ, որ այնտեղ իրենք գիտեն, որ իրենք են տուժող ճանաչում, այսինքն իրանց գործողությունները այլ ընթացք պետք է ստանան, իրենք այդ գումարը շատ 37,000 դրամի չափով գումար է ինձ փոխանցվել, անմիջապես վարկի մարում են տարել, այսինքն ես բայց ասել եմ, չէ, որ չեմ վճարելու այդ վարկը եւ որոշում եմ տարել, որ ես տուժող չեմ, բանկն է տուժող, ինչի հիման վրա են այդ վարկը մարում տվել, այսինքն հետո ասել, որ դուք վարկ եք մարել, ես վարկ չեմ մարել եւ չեմ պատրաստվում։ Ներողություն, իսկ մինչև այդ 5 միլիոն 200 հազար դրամը, որ ձեր անունով վարկ են ձևակերպել, դուք երբևէ դիմել էիք բանկին նման օրինակ մեծ չափով գումար վերցնել եւ արդյոք տվել են կամ մերժում եք ստացել։ Այո, շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն դրանից մոտավորապես ամիսներ առաջ ես դիմել եմ բանկին, կոնկրետ չափ չեմ նշել, բայց ասել եմ ինձ ինչքան վարկը կհասնի, ինձ ասենք մեծ գումար էր պետք, հետաքրքիր էր ինձ ինչքան կտան, իրանք 2.5 միլիոն են գնահատել իմ, որտեվ
եւ ասել են ծանրաբեռնվածություն ունեք եւ աշխատավարձի չափը չի բավականացնում ավել գումարի եւ ինձ տվել են 2.5 միլիոն։ Ընդամենը մի քանի ամիս անց չեմ ուզում ինչ-որ ամիս կոնկրետ ասել, որովհետև հնարավոր է շփոթվեմ, կարող է 2, կարող է 5 ամիս անց իմ ոչինչ չի փոխվել իմ կյանքում, ես աշխատում եմ նույն վայրերում եւ նույն ծանրաբեռնվածությունը դեռևս ունեմ, բայց ինձ տվել են 5 միլիոն 200,000 եւ 144,000 2 վարկ։ Սա է բանկերի վիճակը։ Շնորհակալ եմ ձեզանից։